Բերլինը միշտ էլ հայտարարել է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է եւ ես այսօր վերահաստատում եմ մեր այդ տեսակետը։ Ապրիլի 2-ին Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ավելի վաղ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II խնդրել էր Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի նախագահին Ադրբեջանում բարձրացնել Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաեւ հայրազմագերիների ազատ արձակման, հայկական ժառանգության պահպանության խնդիրները։ Շտայնմայերը ըստ Մայրաթորի հավաստիացրել էր, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի նախագահը ապրիլի 2-ին կրկին պնդել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները։ Հայաստանի սահմանադրությունից պետք է հանել անկախության հռչակագրի հղումը, ինչպես նաև պետք է լուծարվի ԵՀԿ Միսկի խումբը։ Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ալիևն ընդգծել է, թե գնդակը Հայաստանի դաշտում է եւ եթե Հայաստանը իսկապես ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա պետք է կատարի Ադրբեջանի այդ երկու նախապայմանները։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ապրիլի 1-ին հաղորդել է իր 5000-րդ բարեկությունն իրականացնելու մասին։ Մեր նվիրվածությունը տարածաշրջանում խաղաղության աջակցելուն մնում է անսասան։ Երախտապարտ ենք վստահության համար, որ Հայաստանը ցուցաբերում է մեր նկատմամբ, հայտարարել է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Երևանյան փողոցները զարդարում են ոչ միայն շինություններն ու բնությունը, այլև մարդիկ։ Համացանցումն այն տարածում է գտել Երևանի բնակչի ջութակի կատարումը Կասկադի իր պատուհանից։ Հայկական ազգային պարերից է նաև Մայրոքեն, որի կատարմամբ հանդես են եկել զարկ համույթի սաներն ու իրենց պարով համացանցում հավաքել հազարավոր դիտումներ ու ջերմագին մեկնաբանություններ։